Կապանում է ավարտել Հայաստան դաշինքը քարոզարշավի 19-րդ օրը։ Դաշինքի առաջնորդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցների հետ շրջել է քաղաքում։ Քաղաքացիները նրանից ինքնագիր են խնդրել, որը նա սիրով թողել է իր կյանք եւ ազատություն գրքի էջերին։ Իր ելույթում դաշինքի առաջնորդն անդրադարձել է Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե բանակ կոչված ավերակը իրենք մի կողմ են դրել ու զրոյից բանակ են ստեղծել։ Քոչարյանը կապանցիներին հիշեցրել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Սարդարապատում Փաշինյանի ելույթը։ Այն ժամանակ ԿՊ ղեկավարը հայկական բանակն անվանել էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Քոչարյանը նաև նկատել է, որ զրո կետից էր Փաշինյանը սկսել նաև Արցախի հարցի կարգավորման բանակցությունները։ Ինչ եղավ հետո բոլորին է հայտնի, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, զգուշացրել է Քոչարյանը։ Բալավ 30 ունես դու։ Սա իսկական այն ժամանակն է, որ մենք պետք է Սունյանց ողջունը հիշենք։ Եվ անընդհատ ամեն օր հիշեցնենք մինչև հունիսի 7-ը։ Ավերակ անվանել բանակը, որը եղել է մարտունակ, որը անսասան է պահել Հայաստանի եւ Ղարաբաղի Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուս, 12000 վիրավոր եւ հետո ասել, որ ավերակ է դա, այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ միգուցե հիշողություն ունի։ Ստի հիշողությունը կարճ է։ Սուտասան մարդը պետք է միշտ հիշի, թե որտեղ ինչ սուտ է ասել։ Իսկ սա չափազանց դժվար է։ Հիմա որ իրեն ասեմ, բա սենց ես ասել սեպտեմբերի 21-ին ասելով, իրոք, սենց բան է եղել։ Հաստատ համոզված եմ։ Սա տեսակ է։ Սա տեսակ է, որը վայել չի հայ ժողովրդին, որը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Երևի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր ժողովուրդը ունեցել է երկու արհավիրք, ձեռաստեղծ արհավիրք, ոչ թե բնական արհավիրք։ Սա 44 օրյա պատերազմն է և Արցախի հանձնումը։ Եվ ով է այդ արհավիրքների հեղինակը։ 18 մինչև 20 թվականը հրահրեց պատերազմ, արեց ամեն ինչ բանակցային գործընթացը խաթարելու համար։ Հիշեցնեմ ինչ էր ասում էր սկսում եմ իմ զորայական կետից և միջնորդների 25-26 տարվա աշխատանքը զրոյացրեց, հնարավորություն ստեղծեց, շանս տվեց Ալիևին պատերազմ պլանավորելու համար, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, պառակտում մտցրեց ներսում, Հայաստանում, բաժանեց սևերի, սպիտակների, հների, նորերի, ինչ ասես չարեց երկիրը թուլացնելու համար։ Վերջը ստացանք պատերազմ և պարտություն։ Հիմա այսօր ինչ է ասում։ Ասում է բանակը սկսել եմ ստեղծել զորոյից։ Ոչինչ բան ձեզ չի հիշացնում սա։ Զորոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ։ Հիմա ասում է զորոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է, ավերակ է եղել։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենք պետք է այս ընթացքը կաղնեցնենք։ Եթե չկաղնեցնենք, Եվս մի խնդիր է, այս մարդը չի կարող հանգիստ ապրել։ Այս մարդը եթե երկու օգու տեսնում է իրար հետ բարի համբույր խոսում են, պիտի արանք հանգնի հարաբերությունները փչացնի։ Եթե տեսնում է երկու երկիր իրար հետ լավ են, պիտի արանք հանգի անպայման եւս հարաբերությունները լարի։ Սա այլ կերպ ապրել չի կարող։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք։ Հեռացնել այդ մարդու, զենց խզակոտից Ղարաբաղի բարբարով ասեն, դուք էլ եք դա օգտագործում, խզակոտից բռնել և դուրս շպրտել։ Այդ մեթոդը, որը ես ասացի, դրա
քաղաքական ձևը գալ ընտրատեղամաս եւ ձայն տալ համար 17-ին։ Վստահ եղեք, այդ ինչ որ ասացի անող ենք, բայց այդ մանդատը պետք է ստանանք ձեզանից, ժողովուրդ ջան, դուք պետք է մեզ լիազորեք։ Մնացածը թողեք մեր վրա, մենք խոսքի տեր ենք, մենք մի թիմ ենք, որը գիտի ինչ է ուզում, ոնց է անելու, ուր է հասնալու։ Վստահ եղեք, համաձայն եք, ուրեմն ժողովուրդ ջան ձեր ցավը տանեմ, հունիսի 7 համար 17, միասին բոլորս, հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17։ 2021 թվականին վերընտրված Նիկոլ Փաշինյանը հանձնեց տարածքներ ու ճանապարհներ, այդ թվում Սյունիքից, հիմա էլ ուզում է վերընտրվել այսպես կոչված անկլավները հանձնելու համար, կապանցիներին ասել է Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանը։ Իր հարազատ կապանում Գրիգորյանը ասել է, եթե հանձնել, ապա միայն Նիկոլ Փաշինյանին, հայկական արդարադատությանը։ Շաբաթներ առաջ, երբ ես նույն հրապարակում հավաք էր տեղի ունենում ԿՊԱ-ականների կողմից, մի ահասարսուր, առաջին հայացքից նորմալ, բայց որ շատ մտածում ես ահասարսուր մի հայտարարություն հնչեց։ Ու այդ հայտարարությունն այն էր, որ Սյունիքը Հայաստանի անբաժանելի մասն է։ Թե չէ ով էր դա հարցականի տակ դնում, այսինքն ինչ մի նորություն էր։ Բայց երբ որ փորձում ես համեմատել, թե ինչ հայտարարություններ էր ինքը անում Արցախի մասով, Արցախը Հայաստան է եւ վերջ հետո ասում է Արցախը հանձնեցինք, անկախացանք, հիմա ինձ համար իսկապես որպես կապանցի, որպես սյունեցի, որպես հայ մարդ, ահասարսուր է ինձ համար լսել են ինչ որ ինքն է ասում։ Բայց այս ընտրություններն իսկապես տեսակի ընտրություններ են, սիրելի հայրենակիցներ։ Ճակատագրական էին 21 թվականի ընտրությունների արդյունքներն Արցախի համար, 26 թվականը հայ մարդու ինքնության եւ Հայաստանի Հանրապետության բովանդակության համար ճակատագրական է լինելու։ Եվ ինչպես, գիտեք, հաճախ ասում են, դե բոլորը նույնն են, բոլորը նույն տեղում են։ Չեն կարող հող պահողը եւ հող հանձնողը նույնը լինել։ Չի կարող ճանապարհ կառուցողը, ինչպես դեպի Մեղրի ճանապարհ կառուցեց նախագահ Քոչարյանը, եւ Գորիս Կապան ճանապարհն ու Կապան Ճակատեն ճանապարհ հանձնողը նույնը լինեն։ Նույնը չենք։ Տեսակի տարբերություն է, տեսակի ընտրություն է։ 21 թվականից մինչև հիմա մի բան է լավ արել այս իշխանությունը, հանձնել է, եթե աշխարհում մրցույթ լիներ հանձնելու, այս իշխանությունը վստահաբար առաջին տեղը կգրավեր։ 21 թվականից հետո ամբողջությամբ հանձնել է Արցախը, հանձնել է Գորիս Կապան ճանապարհը, մեր մինչ համայնքային Կապան Ճակատային ճանապարհը, եւ հիմա էլ նորից մասնակցում է ընտրություններին ասելով, որ հիմա էլ գալիս է այսպես կոչված անկլավներ հանձնելու, Տիգրանաշենը հանձնելու, այն ճանապարհը, որով մենք ամեն օր գնում եւ գալիս ենք։ Եվ սա մենք միասին պետք է ուղղակի թույլ չտանք։ Եվ մի բան, եթե ընդհանրապես պետք է հանձնվի, պետք է հանձնվի Նիկոլ Փաշինյանը, հայկական արդարադատությանը։ Որովհետև անհնար է հազարամյակներով բնակեցված հայրենիք կորցնել, հանձնել, հազարավոր տղաների կյանքը դնել զոհասեղանին եւ դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել։ Եվ մեր քաղաքական ուժը եւ հատկապես մեր քաղաքական ուժի առաջնորդը շատ հստակ է դիրքորոշումը հայտնում է։